չկրծակցորվել։ 78-ամյա Օհանես Չելիքը զտարյուն հայ փորձում է հասկանալ, ինչու այնուամենայնիվ այդքան տարի Ստամբուլում հայերի մեջ հայերեն չխոսեց, չսովորեց։ Քիչ վարձակ։ Վախերը մեղվեցին, բայց Պոլսի հայաշատ եկեղեցիներն ու վարժարանները դատարկվում են, համայնքը փոքրանում։ Իմանա, եթե նույնիսկ չպատասխաներ, չխոսիր, գնախնդրե թրքերենով պատասխանել, որովհետև ավելի թյուրինգ կա, մենք վարժարանի մեջ մեծ մասամբ կսորվեցնենք իրենց հայերենը նախ։ Ստամբուլի թարգմանչած վարժարանի տնօրենն ասում է 140 սան ունեն, և նրանց մեծ մասը հայերեն սովորում է հենց այստեղ։ Ստացվում է լեզուն նրանց համար արդեն մայրենի չէ, երկրորդ լեզու է, մայրենին թուրքերենն է։ Հայերեն և թուրքերեն։ Ավելի շատ որը։ Թուրքերեն։ 7-ամյա Միրան հաստատում է հեշտ է թուրքերենով շփվել, հայերենը հայերենի դասին միայն։ Այդ հայերենը չկա կպնդրենք։ Արևմտահայերենին հիմքը արդեն այս հողերում վրա նետված է։ Մեր ամենեն կարևոր քրագանությունը հոս սկսած է։ Այսինքն այս արմատը, այս սկզբնական գեդը գրեթե պետք չէ մոռանալ։ Բազմամիլիոնանոց Թուրքիայում պոլսահայ համայնքը Նոսրանում ձուլվում է։ Հայկական վարժարաններում ընդամենը 2600 սովորող կա։ Պոլսում մինչև 35,000 հայ է մնացել հիմա։ Խառնամուսնություններ, արտագաղթ, հայերի թիվը անընդհատ նվազում է։ Ստամբուլում 50 եկեղեցի ու նույնքան վարժարան ունենք, ում համար Պոլսո պատրիարքի գլխավոր մտահոգությունն էլ սա է։ Այդով չենք գնալեցնել, որովհետև մեզ մեծ բուք է այդ բոլորը։ Այս թաղը 40,000 հայ կապրեր 100 տարի առաջ։ Միայն այս թաղը հիմա 40 հայ չապրեր այս թաղը։ Իստանբուլ 4 կայսրություններու երբեմնի մայրաքաղաքն է։ Նախորդ շաբաթվա վերջին Ստամբուլի Գումգափու պատմական հայկական թաղամասում էին հավաքվել համայնքի երևելիները, մտավորականներ, հոգևորականներ։ Ստամբուլի ժամանակ օրաթերթի ու Երևանի Ֆակտում կենտրոնի համագործակցությամբ նկարահանված ինքնության արահետ Պոլսո պատրիարքական աթոռը ժամանակների մեջ ֆիլմի պրեմիերան էր։ Փաստավավերագրություն ավելի քան կես հազարամյակի պատմություն ունեցող պատրիարքական աթոռի մասին։ Կոստանդնուպոլսո պատրիարքական աթոռը, որը պատմությունը գուցե տարօրինակ թվի, սկսած է քաղաքի անգումով։ Այստեղ 84 պատրիարքների պատմությունն է նաև Թուրքիայի հայ համայնքի 100-ամյակների պարտություններն ու հաղթանակները։ Թուրքերեն թևինդակը 2 ցմերուկ չես քննարկրել, 1 թևինդակ է։ Իսկ հայոց պատրիարքները 4 ցմերուկ պետք է գրեն, 2 թևեր։ Անհնարին տվացյալ հանձնարարությունը Պոլսո պատրիարքների պատմությունը ներկայացնելու գաղափարը ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանինն է։ Ի հիշատակ թերթի խմբագիր Մարտիրոս Գոչունյանի մահվան 50-րդ տարելիցի ցանկացել է նաև այսպես նշանավորել Սահակ պատրիարքի գահակալության 5 տարին։ Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուի նվիրատվությամբ է իրականություն դարձել ինքնության արահետը։ Այս ֆիլմը մեզի ցույց կտա, որ մենք որքան մեր գարձածեն շատ ավելի թադաբարդված ենք միասնական ըլլալու։ Եվ տուժել ենք ամենախաղաղ պայմաններում, երբ հեռացել ենք միասնությունից, շեշտում է Արա Գոչունյանը։ Այս բանը պետք չէ անենք միայն այն ադեն, երբ որ մեր գլուխը բադիմը կզառնենք, չէ, մենք լավ ժամանակներ ունենալ, եթե միասին ելանք, իրականության մեջ շատ ավելի երկարաժամկետ ցերկերումներ գրնանք ապահովել։ Ֆիլմի հեղինակ, գրող, հրապարակախոս ու վավերագրող Տիգրան Պասկևիչյանը շուրջ 6 տասնյակ մասնագետների հետ է զրուցել՝ ոսմանագետներ, հոգևորականներ, իրավաբաններ։ Աթոռի 564 տարվա պատմության մեջ գուցե լավը քիչ է, վատը շատ, բայց որոշումը ըստ Պասկևիչյանի ճշմարտությունն ասելն էր։ Հույս ունի, որ ինքնության արահետը դուռ ու ճանապարհ է ցույց տալու նաև այսօր։ Վիճակ է, հուսահատություն կա, և սա տեսնելով մենք հասկանում ենք, որ ինչ-որ անհատներ գալով, գաղափարներ բերելով կարող են բեկումնային փոփոխություններ անել։ Փաստավավերագրության հեղինակին Պոլսո հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը պարգևատրեց Մաղաքյա Օրմանյան շքանշանով։ Ինքնության արահետը թարգմանված անգլերեն, թուրքերեն ու ֆրանսերեն լեզուներով էկրան կբարձրանա նաև այլ երկրներում։ Ես պարզապես հբարդացա, ուրախացա,
եւ նաեւ քո հենվոր մեր ոսո բادرյարքության պատմությունը միայն քիրքերուն մեջ պետք չմնա։ Ֆիլմում նաև 100-ամյա վաղեմության խնդիրն է Պոլսո պատրիարքարանը, որ ոչ միայն եկեղեցական, նաև համայնքային, մշակութային ու սոցիալական գործառույթներով կառույց է, կարգավիճակ, կանոնադրություն չունի։ Թուրքական իշխանությունը չի ուզում փոքրամասնություններին կարգավիճակ տալ, համարելով, որ դա պետություն է պետության մեջ, շեշտում է Սահակ պատրիարքը։ Եվ որ իրենց թիմեն կոյև խնդիրով լուծումը կգտնեն։ Զորնակ եթե բادرյարք պիտի ընտրենք լուծումը կհայթայթեն եւ անգե հետո բայց մնայուն ովև կանոնակրություն գոյություն չունի։ Թաղային խորհուրդները կան, համայնքի ունեցվածքն են կառավարում, բայց բոլորին միացնող ու իրավական կարգավիճակ ունեցող հարթակ չկա, նույն խնդրի առջև են ասորի հրեա հույն համայնքները։ Թուրքիայի հանրապետությունը ճանաչում է եւ շփվում է կամ բادرյարքի անձի, կամ էլ բادرյարքարանի շենքի հետ։ Մեծ հույս չունեն, որ թուրքական իշխանությունը կլուծի այս հարցը, հատկապես որ համայնքը փոքրանում է, այլ հարցեր իշխանության հետ չունենք, ասում է Սահակ պատրիարքը։ Մեզ մարդու դեր գտնեն։ Վարչապետը նախագահը գայցել է, նախարարները գուքան, մեզ կհրավիրեն, պետական պրոտոկոլի մեջ դե գուտան, կլսեն մեզ, այնպես որ շատ հարցերը, ինչպես որ լսեցիք մեզ մեյ Պոլսո 85-րդ պատրիարքը վստահ է, որքան էլ դժվար է համայնքը ոտքի վրա կմնա ու պատրիարքական աթոռի հազարամյակը կնշեն նույն վայրում, ուրիշ հայեր, մի 400 տարուց։ Պոլսո մեջ հայ համայնքը եւ պատրիարքությունը հրաշքն է։